Բարև ձեզ իմ սիրելի հետևորդներ, դիտորդներ, ձեզ հետ Ծովին Արվեդայական թվահոգեբան եւ տարոլոգն է։ Այսօր ես մի փոքր ուզում եմ շատ հետաքրքիր բանից խոսել։ Մարդիկ, ովքեր որ ուրեմն իրենց նատալ քարտը բացում են, Սատուրնը, հա, կարմիկ պետքա տեսնեք ձեր նատալ քարտում, թե որտեղ է Սատուրնը կանգնած եւ դա կարմայի հետ կապ ունի։ Ինչու եմ ես ասում, որովհետեւ Սատուրնը դա կարմայի հետ մեծ կապ ունի։ Նախ միջև դա ես ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ բոլոր հետևորդներին ձեր լայքերի համար եւ ակտիվ լինելու համար իմ էջում, ինչը շատ կարեւոր է բոլորիս առաջընթացի համար։ Խորհուրդ կտամ այսօր էլ բավականին լինել ակտիվ, որովհետեւ բավականին ոգևորող հաղորդում է այսօր, որը ձեզ բոլորիդ կուրախացնի, որովհետեւ բոլորին եմ անցնելու, բոլորից խոսելու եմ։ Նայեք, խոսելու ենք Սատուրն մոլորակի մասին, քանի որ Սատուրնը ուրեմն Նեպտունի հետ եկել է հիմա ձեր ուրեմն խոյի առաջի տունը, այստեղ ամեն մարդու մոտ մի տան հետ կարող է կապ ունենալ, նայեք, տեսեք, թե ձեր որ տունն է մտել, ձեր նատալ քարտում արդեն կհասկանաք, նայեք, Սատուրնը ինքը կապ ունի կարմայի հետ, կարմիկ առաջադրանքների հետ, որոնք որ դուք նախկինում արել եք եւ ձեզ տալիս է կամ Սատուրնը այսպես է աշխատում, կամ քեզ ինքը վարձատրում է, կամ ինքը քեզ խնդիրներ է ստեղծում, որպեսզի դու այդ խնդիրները լուծես։ Հա, այս մասին ենք խոսելու։ Նայեք, ինչ է ընդհանրապես նշանակում, երբ որ հորոսկոպի ձեր նշանում, այսինքն կապ չունի դուք ասցիդենտով եք խոյ, թե խոյերի մասին եմ սկսում խոսել, ասցիդենտով եք խոյ, թե արևը խոյում է ձեր, հա։ Հիմա նայեք, երբ գալիս է խոյի առաջի տուն, այստեղ Սատուրնը շատ գլխավոր մեծ դեր է խաղալու սիրելի խոյեր ձեր կյանքում։ Ինքը կամ ձեզ, եթե փոխվել եք, լավ բան եք արել, այստեղ ձեր առաջադրանք է տալիս, որպեսզի դուք այդ առաջադրանքները կատարեք։ Ինչ առաջադրանքները, գլխավոր առաջադրանքները, որպեսզի դուք նախ առաջինը լինեք բավականին պատասխանատու, որովհետև Սատուրնը շատ այնքան էլ լավ չի զգում խոյի հետ։ Խոյի ինչ է իմպուլս, դու ուզում ես արագ գործողություններ անել, բայց Սատուրնը այստեղ խանգարում է, խի, որովհետև դու կամ եթե մի բան այն չես արել, վաճառում եմ iPhone, բա որ իմ iPhone-ը տեսնես, Վարդան ջան, չոքերը տակիցդ կփախնի։ Անցանք առաջ, դրա կարիքը չունենք, շնորհակալ ենք։ Դուք պետք է լիովին պատասխանատվությունը ձեր ամբողջ կյանքի համար լինեք նախ պատասխանատու, պատասխանատվությունը ձեր վրա վերցնեք եւ չպետք է տիեզերքի օրենքները խախտեք։ Կարմիկ, որովհետեւ Սատուրնը դա մեծ կապ ունի կարմայի հետ։ Դուք պետք է կատարեք ձեր կարմիկ առաջադրանքները, որը Սատուրնը դնելու է, սիրելի խոյեր, ձեզ համար, եւ այստեղ դուք պետք է, եթե խոսքի օրինակ ձեր պոտենցիալը չեք բացում, դա պատահականություն չի։ Ուրեմն պետք է բացեք ձեր պոտենցիալը 100%։ Իսկ եթե դուք չեք անում ձեր առաջադրանքները, այստեղ կարատա ձեզ մեծ դժվարություններ, աղքատություն, դժվարություններ, հիվանդություններ, վիրահատություններ, հոգևոր եւ ֆիզիկական ցավ, ագրանիչենիա, դա ինչ է նշանակում, գիտեք, իմ 8-ի սրերն են, փակուղի, բլոկավորում եւ բավականին ցավոտ մահ։ Իսկ ինչպես է հատուցում, վարձատրում, եթե դուք կատարում եք ձեր կարմիկ առաջադրանքը, դուք կարող եք դառնալ ավտորիտետ ձեր աշխատանքում, ստաբիլ աշխատավարձ ունենաք, իսկ երկրորդ կյանքի, հա, ձեր փուլում, այստեղ հնարավոր է մեծ հաջողություններ ունենաք ֆինանսային,
նաև փառք, ամբողջ հանրությունում ճանաչվեք, իշխանություն, բայց երկար ժամանակով ֆունդամենտալ։ Այստեղ նաև ձեր առողջությանը չի սպառնում, եթե դուք ձեր կարմիկ առաջադրանքը կատարում եք։ Մինչև խորը ծերություն, դա ձեզ ապահոված է։ Նայեք, վեդայական աստրոլոգիայում և թվագիտության մեջ ինքը հենց շանին է, հա, Սատուրն մոլորակը։ Այս մոլորակը կարմիկ առաջադրանքների մասին է խոսում և կարևոր է, թե դուք անցյալ կյանքից ինչ եք ձեր հետ շալակել բերել այս աշխարհ և դուք պետք է կատարեք ձեր կարմիկ առաջադրանքները։ Լինում է, որ մարդիկ անցնում են, հա, այս իրենց կյանքում շատ փուլեր, բայց այդպես էլ նույն սխալները կարող են կրկնել։ Ես շատ կարճ եմ ասելու, որպեսզի բոլոր, հա, հորոսկոպի նշաններին սա տեղ հասնի։ Շատ չեմ ուզում ստեղից խորանալ, եթե հետո ցանկություն կունենաք, այս մասին կխոսենք։ Շատ ոչ կոմֆորտ է, այնքան էլ կոմֆորտ չի զգում Սատուրն մոլորակը հենց կրակի տարի հետ, ինչու, որովհետև դա կարմիկ մոլորակ է, իսկ վայնա է, հա, այսինքն պատերազմի մոլորակն է, խոյի մոլորակը, դա Մարսն է, որի ղեկավար մոլորակը դա Պլուտոնն է։ Այստեղ Սատուրնը հնարավոր է, եթե տեսնում եք ինչ-որ բան ձեզ մոտ կանգնել, դա պատահականություն չի, որովհետև դուք պետք է սկսեք քայլեր անել։ Թեկուզ նիկուդա, անհայտություն, բայց պետք է անեք։ Դուք պետք է կարողանաք լինել բավականին շատ պատասխանատու, որովհետև այսպիսի մարդիկ կարող ամեն ինչ ասեն, հետո կամ ուշադրություն չդարձնեք, բայց հետագայում դա ոչ մի լավ բան չի կարող ձեզ խոստանալ։ Մտածեք այս մասին, որովհետև սա շատ կարևոր կլինի։ Անցնում եմ հաջորդ նշանին, դա եթե Սատուրնը ձեր երկրորդ տունն է։ Հա, ուշադիր լսեք։ Այսինքն ցուրում Սատուրյանական ցուլերը այստեղ անընդհատ կարող են, հա, նպատակասլաց աշխատել, որովհետև շատ աշխատող են։ Ինչու, որովհետև նաև ցուլերը չմոռանանք, նաև սիրում են հարմարավետություն և երբ որ կոմֆորտը, հա, հարմարավետությունը խախտվում է, ոնց որ ոտը տակից փախնի, որովհետև ցուլերը չեն սիրում արկածներ, անսպասելի ինչ-որ բաներ, որ կարող է իրանց կյանք մտնի, հա։ Այստեղ դուք պետք է ուշադրություն դարձնեք, երկու վարիանտ բան կա։ Պետք է ձեզ անհանգստացնի նախ ձեր ֆինանսային վիճակը, դա մեկ, որ հետագայում, եթե դուք ինչով էլ զբաղվում եք, լինեք բավականին պատասխանատու չեղաք, ստեղ ամեն ինչ կարող է կորի գրողի ծոցը։ Այնպիսի տպավորություն ձեր մոտ կարող է ներկա պահին լինի, կարծես բանտում լինեք, հա, ոչինչ տեղից չի շարժվում։ Ռեսուրսների հետ էլ կապված, էլի ինչ-որ խնդիրներ կարող է լինեն, որը ձեզանից կախված չի։ Հենց նաև կարող է լինի հենց այդ իրավիճակը, որ ֆինանսայինի հետ կապված, հա, որոշ հարցեր ձեզ մոտ կարող է փակուղի տանի, չիմանաք ինչ անեք։ Հարուստների մոտ հնարավոր է այսպես ինչ-որ իրավիճակ լինի, եթե ունեն միլիոններ, հավաքեն, հա, որովհետև նաև սիրում են տնտղեն, կողքից տնտեսեն, հավաքեն, հա, և այստեղ կարող է ինչպես գալիս է, այդպես գնա ձեր գումարները, դուք չհասկանաք, թե ինչ է կատարում ձեր ֆինանսների հետ։ Այստեղ խորհուրդ եմ տալիս այնպիսի պրոֆեսիաներ ընդունեք,
ինչը կապված է մաթեմատիկայի հետ, ֆինանսների հետ, հաշվապահության հետ եւ այլն։ Բայց դա պարտադիր չի, հա, նաև ինչու՞ չէ, բիզնեսով, բայց պետք է լինեք բավականին պատասխանատու։ Նայեք, քանի որ ցուլերի մեջ կան բավականին նպատակասլաց աշխատասեր, ինչպես այդեղ ջուրների մեջ, իսկ եթե կա կարգուկանոն, որը հաստատում է հենց ինքը, եթե ամեն ինչ խառնա, հա, ձեզ մոտ այստեղ ձեզ ագրանիչենիա է դնում, փակող է, ասում է պետք է կարգուկանոն հաստատես ֆինանսներում, քո գործերում եւ այլն։ Եվ եթե դու կանոնակարգը չես խախտում, հա, սկսում ես աշխատել այդպես, զբաղվել նաև քո առողջությամբ եւ այլն, այստեղ Սատուրնը, այո, կարող է նաև քեզ պաշտպանել եւ մինչեւ խորը ծերություն նաև ձեզ տալ ֆինանսային հոսք, աճ, բայց ամեն ինչ պետք է լինի կարգ ու կանոնի մեջ եւ դուք նաև պետք է հետևեք ձեր առողջությանը, սրան ուշադրություն դարձրեք։ Իսկ եթե լրիվ սխալ եք անում, կարմայական ինչ-որ խոսքի օրինակ, եթե ինչ-որ մեկի ռեպուտացիայի հետ խաղացել եք, անցյալ կյանքում ինչ-որ սխալ բաներ եք արել, հա, չեք ուզում դա ուղեք, ստեղ դուք էլ ունեք բավականին լուրջ խնդիրներ, դա հողն է, հողի տարերքը, ուշադրություն դարձրեք, դա ինչի հետ կարող է լինի պատիժները, օրինակ, պենտակլյումները, հա, կլոր, առողջական լուրջ պրոբլեմների, դա պատահականություն չի։ Պետք է ուղղել ձեր սխալները, ոչինչ հենց այնպես չի տալիս, հա, ցուլերին Սատուրնը։ Պետք է սխալներն ուղղել։ Եթե ինչ-որ մեկի հանդեպ էլ մեղավոր եք եղել, ուշ չի։ Իրավիճակը շտկել, ներողություն խնդրել եւ շարժվել առաջ։ Դուք պետք է կարողանաք ոչ թե միայն աշխատեք, այլ նաեւ պետք է կարողանաք ինքներդ, հա, չկախվել ֆինանսներից, այլ ճիշտ դնեք նպատակները եւ այդ նպատակի հետևից գնաք։ Եվ պետքա չվախենաք, որ դուք կարող է շատ բան կորցնեք։ Երբ որ դուք կախվում եք ֆինանսներից, դա կարող է ձեզ մոտ կանգ առնել, դա պատահականություն չի։ Անցնենք հաջորդին։ Սատուրնը երրորդ տանը, երկվորյակների տանը։ Այստեղ կարևոր պետք է լինի խոսքը ձեր, հարգելիներս, պատասխանատվությունը, նաև ինտելեկտը, սիրելի երկվորյակներ։ Այսինքն, եթե ինչ-որ բան ձեզ մոտ լճացել է, խորհուրդ եմ տալիս ինտելեկտը ինչի հետ կապ ունի, բոլորդ լավ գիտեք, հա, նաև սովորելու հետ, ճամփորդելու հետ։ Դուք կարող եք ինչ-որ նոր բաներ սովորել, հա, երկրորդ, երրորդ գուրուների միջոցով ավելի ավելացնելով, մեծացնելով ձեր շրջապատը, սրանք շատ կարևոր է, բայց դուք չպետք է ագրեսիայով փորձեք ինչ-որ հարցեր լուծել։ Սատուրնը այստեղ կարող է խանգարել, հա, այստեղ 10-ը պետք է կտրեք, այսինքն նաև մտածելակերպի մասին է այստեղ բացի ինտելեկտը խելք, ինչ արտահայտվում եք, դուք պետք է հասկանաք, որ Սատուրնը այստեղ երկվորյակներում ձեզ տալիս է հնարավորություն այն ինչ մտածում եք, խորը մտածեք, նոր արտահայտվեք, հա, նաև գիտելիքի մասին է, Սատուրնը երկար ժամանակով կարող է ձեզ համար լավ ֆունդամենտ, եթե դուք պատասխանատու եք, եթե դուք կարող եք ճիշտ օրակարգով աշխատել, սովորել, լինել պատասխանատու, հա, եւ սիրելով, այն ինչ անում եք, սիրելով անեք, այլ ոչ թե ուժով, սովորեք տարբեր լեզուներ, սա էլ ձեզ հետագայում պետք կգա։ Չի խորհուրդ տալիս, որպեսզի դուք բամբասեք, բամբասելը դա ցածր վիբրացիան է, բամբասելը բարև ձեզ, բամբասելը դա լավ չէ, որովհետև այստեղ Սատուրնը կարող է խնդիրներ ստեղծի ձեր համար, սովորեք ճիշտ կառուցել ձեր կյանքը։
Եվ պետքա եթե խոսքի հետ, հա, բառերի հետ, տեղ հասցնելու հետ խոսքի պրոբլեմներ կա, երբեք ամոթ չէ ինչ որտեղ սովորել, հա, որպեսի բառերը ճիշտ արտաբերեք, սա էլ ձեր կյանքում կօգնի եւ եղեք պատասխանատու։ Կարմիկ առաջադրանքները ուրեմ Սիրելի ցուլեր ձեր համար, եթե Սատուրն եւ երկվորյակների հետ է, դուք պետք է կարողանաք ճիշտ արտահայտել նախ ձեր մտքերը, գրեք, խոսեք, չվախենալով, հա, ինչ-որ մարդկանցից, ովքեր ում համար դա կարող է անհասկանալի լինել։ Ձեր ուրեմ տաղանդը պոտենցիալը բացելու համար պետքա կոմունիկացիայի միջոցով, հա, խոսքի միջոցով, ճիշտ շփման միջոցով լինի։ Դա ձեր հենց կարմիկ առաջադրանքն է։ Ահա։ Նաև դուք ինչ անում եք, կարող եք ձեռքով, եթե ունեք այդ շնորհքը բացելու, հա, ձեր մեջ, ինչը կապ ունի ձեռքերի հետ, որ դուք ձեռքերով կարող եք նաև ինչու՞ չէ բուժել, օրինակ, սովորել, կոնսուլտացիաներ անցկացնել այլ սֆերաներում, եթե ինչ որ բան ձերը չէ։ Անցնենք հաջորդին։ Սա շատ կարևոր է։ Իսկ եթե ծնվել եք Սատուրնը ուրեմ այստեղ երկորյակներում շատ մարդիկ կարող է սիրեն խոսել, բայց այդքան էլ չսիրեն խոսել, հա։ Որովհետև այսպիսի մարդկանցից շատ դժվար է որոշ բառեր իրանց բերանից քաշել։ Նաև այսպիսի մարդիկ չեն սիրում բամբասանքներ։ Բամբասանքները կարող է ֆինանսական խնդիրներ բերի ձեր գործերում, եթե ամեն ինչ լավ է։ Այստեղ բամբասանքը մեծ կապ ունի։ Դուք պետք է սովորեք, գիտելիքներ ձեռք բերեք, սրանք շատ կարևոր են ձեզ համար։ Եվ այսպիսի մարդկանց վատ չեր լինի ճամփորդությունները եւ թարգմանիչի աշխատանքը, պրոֆեսիան, իմ խորհուրդը ձեզ։ Նաև այս տուրերի հետ կապված, հա, մեջդունարոդն է, արտ երկրերի եւ այլն։ Այդ սֆերայում լավ կլիներ աշխատեք։ Սատուրնը խեցգետնում։ Ամենադժվար վիճակն է այստեղ Սատուրնի, հա։ Խեցգետինը դա որն է, էմոցիաներն է։ Սատուրնը ինչա սիրում, որ էմոցիաները դու կարողանում ես պահել, հա, ամեն ինչում կառավարել։ Իսկ այսպիսի մարդիկ Սատուրնի, հա, Սատուրնը խեցգետնում, փոքր ժամանակվանից հնարավոր է սոբստեննիկ լինեն, այսինքն, այսպիսի մարդիկ խանդում են, ժլատ են էմոցիաներում եւ այլ եւ այլ եւ այլ։ Ընդհանրապես իրենց համար շատ կարևոր պետք է լինի իրենց հայրենիքը, իրենց աշխատանքը, իրենց ընտանիքը, լինեք բավականին ձեր ընտանիքի հանդեպ ուշադիր եւ զգացմունքային։ Խեցգետինը ինքը ինչի մասին է խոսում, հայրենիքի եւ ընտանիքի մասին, հա։ Որովհետև առաջինը պետքա լինի ընտանիքը ստեղ, որտեղ հայրենիքը, որտեղ մարդը ծնվել է, իսկ հետագայում ընտանիքը։ Ընդհանրապես Սատուրնը այստեղ ստրուկտուրան, կոպիտ ասած, հա, բերում է քեզ խնդիրներ, որպեսզի դու լինես պատասխանատու։ Կյանքի փուլերը որ անցնում ես դու, այստեղ պետքա քո էմոցիոնալ նաև պաշտպանությանը դու հետևես եւ անպայման քո ինտուիցիային։ Սովորական սատուրյանական խեցգետինները ընդհանրապես իրանք լինում են բավականին զգացմունքային, հա, կապված իրենց ընտանիքի երեխաների հանդեպ։
ես սա ինչու եմ ասում, որովհետև դուք պետք է լինեք բավականին ոնց ասեմ, պատասխանատու շատ ձեր ընտանիքի, ձեր երեխաների այն գործողությունները, որոնք դուք կատարում եք։ Իսկ եթե ոչ, այստեղ Սատուրնը դնում է արգելքներ, որպեսզի դու կարողանաս այդ հարցերին լուծումներ տաս։ Պետք է այդպես լինի։ Իսկ եթե դու պատասխանատու չես, դավաճանում ես, ամեն ինչ խառնում ես իրար եւ այլը, այստեղ բնական է դուք ունենաս այդ հարցում խնդիրներ։ Հա։ Սատուրնը խեցգետնում որն է ձեր կարմիկ առաջադրանքը։ Ընդհանրապես չմոռանանք, որ խեցգետինները միշտ անցյալով են ապրում, այդպես էլ բաց չթողնելով անցյալը։ Դուք պետք է թողնեք անցյալի ձեր ուրեմն ինչ կապված է ձեր անցյալի հետ, ձեր անցյալում վիրավորանքների հետ, պրետենզիաները ձեր հարազատներին։ Չպետք է փակվեք մարդկանցից, ինչպես ինքնահախեց գետինը փակվում իր մեջ, այլ պետք է սկսեք զբաղվել ձեր պոտենցիալը բացելով։ Ամենակարևոր թեման ձեր համար պետք է լինի ձեր ընտանիքը, ձեր հայրենիքը, որովհետև սա ամենագլխավոր ձեր կարմիչսկի առաջադրանքն է լինելու։ Նայեք, ես խորհուրդ եմ տալիս խեցգետիններին 30-ից մինչև 40 տարեկանում իրականում դուք օֆիցիալն է, հա, պատասխանատվություն կրեք եւ ամուսնանաք, որպեսզի հետագայում այդ ցավերը Սատուրնի հետ միասին, որ կարող է հետագայում լինի ձեր կյանքում մի քիչ թեթևանա այդ հարցում։ Անցնենք առաջ։ Շնորհակալ եմ, սիրելի հետևորդներ, եղեք ակտիվ, տարածեք իմ աշխատանքը, որովհետև սա շատ կարևոր է եւ ձեր համար, որովհետև ես իմ էներգիան, իմ ռեսուրսներն եմ դնում, իմ ժամանակը ձեզ հետ կիսվելով իմ գիտելիքներից։ Հաջորդը Սատուրնը առյուծում։ Նայեք, այստեղ հնարավոր է ձեզ մոտ փոքրուց, եթե դուք այս երկու, հա, Սատուրնը առյուծի մեջ եք ծնվել, հնարավոր է փոքր ժամանակից ձեզ մոտ ինչ-որ հարցեր ա եղել, որոնք դուք այսօրվա դրությամբ վախերի հետ կապված բերել եք այսօրվա դրությամբ ձեր կյանք, հա։ Հնարավոր է այստեղ ինչի հետ կապված դա լինի, ուշադրության կենտրոնում լինելու հետ կապված։ Այստեղ նայեք, առյուծների մոտ կա այսպիսի մի հետաքրքիր բան, առյուծները լինում են եւ ագրեսիվ, հա, տարբեր տեսակ են լինում, եւ լինում են փակ, չեն սիրում իրենց ուշադրության կենտրոնում լինել մարդկանց մոտ։ Առյուծները մի հատ հետաքրքիր բան ունեն փոքրուց, որովհետեւ դա 0.8 թիվն է, չմոռանանք, 8-ն էլ է, հա, կարմիչսկի թիվ, այսինքն աբիդա փոքրուց, հա, վախեր, որը գալիս է փոքրուց, ձեր ծնողների հետ է կապված, միգուցե ձեր ծնողները շատ են տանջվել փոքրուց, հա, ինչ որ մեկի հետ կապված դուք ձեր ծնողներից հետ կապված ցավը տեսել եք, թե ինչպես է ինքը գումար աշխատում կամ մի փոքր սառնություն ա եղել եւ այլը, այստեղ եթե դուք մեծանում եք, այդ տրավման ինչպես է զգաք, այդ տրավման դուք այսպես կարող եք զգալ, որ դուք ունեք ձեր ճիշտը, ձեզ համոզել չի լինի, մեկա դուք այսպիսի հետաքրքիր բառ ունեք, ասում եք, եղա քո ասածնա, բայց ես ունեմ իմ ճիշտը, սա պատահականություն չի, սա հենց Սատուրնն է, հա, 8-ը ձեզ համոզել չի լինի հակառակը, եւ բավականին շատ կամակոր են առյուծները։ Ձեր կարմիկ ուրեմ առաջադրանքը որն է, սիրելի առյուծներ, ու մոտ Սատուրնը առյուծում է, այստեղ դուք պետք է լինեք բավականին ձեր վրա ինքնավստահ, շատ վստահ, համ պետք է հոգևորը ձեր զարգացնեք եւ չպետք է ուրիշներին ինչ որ ոնց ասեմ ձեզ ուղղություն ցույց տաք կամ զամիչյանի անեք, հա, սենց կոպիտ եմ ասում։
դա պետք չի ձեզ։ Պետք է զբաղվեք ինչ-որ կրեատիվ բանով, ձեզ ցույց տալով, հա, դա կապ չունի որ սֆերայում։ Եվ ազատվելով բավականին այդ ցավոտ մանկուց եկող ձեր այդ խնդիրներից, այստեղ հնարավոր է ոչ թե միայն դուք դուր գաք, այլ նաև ձեզ շատ մարդիկ դուր գան, հա, ձեր տալանտը, այսինքն ձեր պոտենցիալը, ձեր տաղանդը բացելով, որովհետև առյուծը դա նաև արևն է, որպեսզի մարդիկ ձեզ տեսնեն, հա, ձեր արևը ցույց տաք մարդկանց եւ ձեր հետևից մարդկանց տանելով, միշտ հարց տվեք ձեզ, ով եք դուք, այս հարցը ձեզ տվեք, սա շատ կարևոր կլինի ձեզ համար, եթե ձեր Սատուրնը ծնվել եք, հա, կույսում, ասեմ, որ Սատուրնը շատ հարմարավետ է զգում իրեն կույսում, այստեղ դա լավ է, ինչու, որովհետև հողի տարերքա, հա, ինքը կույս, հորոսկոպի նշանը, բավականին պերֆեկցիոնիստ մարդ կարող եք լինել, աշխատասեր, շնորհակալ եմ, Սիրելի կույսեր, ես մի գաղտնիք եմ ուզում ձեզ ասել, ձեր հենց աշխատանքն էլ հենց ձեր կարման է, որպեսզի դուք իմանաք այս մասին։ Ուշադրություն դարձրեք ձեր առողջականին, Սատուրնը նաև այստեղ, եթե ունենում եք առողջական խնդիրներ, սա պարտադիր է, որպեսզի դուք ուշադրություն դարձնեք ոսկորների հետ կապված, հա, ողնաշարի հետ կապված, ընդհանրապես, եւ այդ փնփնթալը մի քիչ քչացրեք ձեր ամեն ինչու մաքուր, խոսքի օրինակ մաքուր է մի բանը միտեղ դրած, էսի սես չի ծուռա սենց դրա վրա աշխատեք, որովհետեւ դա ձեզ ավելի է նյարդայնացնում եւ դա այնքան էլ հաճելի չի մարդկանց։ Մի փոքր դրա վրա աշխատեք։ Ձեր կարմիկ առաջադրանքը որն է։ Ովքեր ծնվել են Սատուրնը, հա, կույսում, ձեր աշխատանքի և առողջականի հետ է կապված, որովհետև դուք պետք է ուշադրություն դարձնեք և հոգ տանեք ձեր առողջության մասին։ Նաև շատ լավ կօգնի ձեզ մեդիտացիաները, ինչ պրակտիկա էլ որ լինի, որը ձեզ տալիս է նագրուսկա, հա, այսինքն սնում է ձեր ուղեղը։ Այստեղ ամենակարևորն է, որպեսզի դուք կարողանաք հիշեք, որ դուք ռոբոտ չեք, եւ եթե ուզում եք լավ արդյունքներ ունենաք, դրա համար մի փոքր պետք է վերցնեք ռևանշ, նաեւ կարողանաք ճիշտ հանգստանալ։ Ասել ենք արդեն։ Անցնենք առաջ, հաջորդը Սատուրնը ուրեմն կշերքում, ովքեր ծնվել են Սատուրնը կշերքում, այստեղ Սատուրնը ամենաուժեղ այստեղ վիճակում կարող է հայտնվել հորոսկոպի մեջ հենց ձեր սիրելի կշերքներ, ովքեր ծնվել են հենց Սատուրնը կշերքում, ուշադրություն դարձրեք ձեր նատալ քարտին, նայեք, տեսեք կա Սատուրնը ձեր կշերքում է թե ոչ, եթե դուք ծնվել եք։ Այսպիսի մարդիկ, ովքեր ծնվել են Սատուրնը կշերքում, բավականին պատասխանատու մարդիկ են եւ շատ լավ կարմա ունեն։ Ես ուզում եմ ասել, որ շնորհավորել ձեզ, որովհետեւ սա շատ լավ է։ Սատուրնը այստեղ շատ լավ կարող է իր էներգիայով ազդել կշերքներին, հա։ Այսպիսի մարդիկ շատ հետևողական են, իրենց կարող են լավ հետևել, լինել պատասխանատու։ Այսպիսի մարդկանց նաև կարելի է վստահել, որն է ձեր առաջադրանքը կարմիկ, հիմա ես ձեզ կասեմ, որպեսզի դուք ուշադրություն դարձնեք։ Ձեր կարմիկ առաջադրանքն է սիրելի ուրեմն
կշերքներ, Սատուրնը ձեր կշերքում, եթե դուք այսպես եք ծնվել, չվախենաք վերցնել ձեր վրա պատասխանատվություն, աշխատանքի հետ կապված եւ հարաբերություններում, սա շատ կարևոր է, եւ չզբաղվեք կուլիսային խաղերով ձեր գործերի հետ կապված, չօգտագործել, որպեսզի վնասել մարդկանց, որովհետեւ դուք կարող եք ունենալ այնպիսի հետաքրքիր շնորհ, որը որ կարող է մարդկանց մոտ վստահություն առաջացնել, հա, դուք այստեղ պետք է լինեք պատասխանատու, շատ պատասխանատու, իսկ եթե բացասական է ձեզ մոտ, դուք կարող եք ձեր աշխատանքային ի վնաս օգտագործել մարդկանց, կուլիսային ինչ-որ խաղեր ունենաք, ստեղ Սատուրնը 100% ձեզ կարող է պատժել, անցնենք հաջորդը, Սատուրնը Սկորպիոնում ովքեր ծնվել են, այստեղ ոչ սովորական իրավիճակում կարող է լինել, որովհետև այս նշանը հենց ինքը Սկորպիոնը, այսինքն Կարիճը եւ Սատուրնը, այդ երկուսն էլ մեծ կապ ունի կարմայի հետ, ինչ ցանում ես, այն էլ հնձում ես, չմոռանանք, որ Կարիճը, հա, մեծ կապ ունի նաեւ Պլուտոնի հետ, հա, Царство мертвых, որպեսզի հասկանաք։ Այսինքն, կարման էստեղ միշտ այսպիսի մարդկանց կողքին է, հա, լինում, հավասար սենց, ոնց որ իրար հետ գնան։ Դրա համար այսպիսի մարդու կյանքը կարող է շատ դժվար լինի եւ ինչ որ կրիզիսային վիճակներ լինի ձեզ մոտ։ Եթե ներկա պահին դուք տեսնում եք ձեր Սատուրնը, հա, ծնվել եք Սկորպիոնում, այսինքն Սատուրնը ներկա պահին ձեր նատալ քարտում հենց ձեր տունն է 8-րդ։ Ստեղ մտածելու տեղ պետք է տա, եթե դուք դրական չեք օգտագործում ձեր էներգիան։ Դա որովհետև ստեղ կարա լինի տարբեր տեսակի իրադարձություններ, հա, փոփոխություններ ձեր կյանքում։ Այսպիսի մարդկանց կարող է անընդհատ թվալ, որ ինչ-որ պրոբլեմներ է անընդհատ լինում ձեր կյանքում, որոնք դուք պետք է այդ հարցերին լուծում տաք, լուծեք։ Այստեղից հարցածագում, թե դուք ինչքան եք ձեր վրա ռեսուրս օգտագործում, ինչքան եք դուք պատասխանատու, հա։ Ինչու, որովհետև հենց դա էլ սպասում է ձեզանից Սատուրն մոլորակը։ Ստեղ պետք է լինի տրանսֆորմացիա, փոխվեք, եթե բացասական եք, հա, ամեն ինչ մտածում, դուք ինքներդ մտքերը բացասական է, անընդհատ վատը, դուք պետք է փոխեք, տրանսֆորմացիա մտցնեք ձեր կյանքը, որն է ձեր սիրելի կարիճներ, կարմիչսկի, հա, կարմայական առաջադրանքը, ձեր համար, ովքեր ծնվել են Սատուրնը Սկորպիոնում, հա, այսինքն կարիճում, դուք պետք է կարողանաք կոնտրոլը թողնել եւ ձեր վախերը, սովորելով էզոթերիկա, աստրոլոգիա, մեդիտացիաների միջոցով շատ բաներ կարող եք իմանալ, թե այդ վախերը ձեր որտեղից են գալիս, ինչու, հա, մինչև այսօր այդ վախերը ձեր գլխում հանգիստ չեն թողնում։ Պետք է թույն չպահեք ձեր մեջ եւ չօգտագործեք սև մոգության համար ձեր, եթե դուք կաք էզոթերիկայի մեջ, հատուկ նպատակով մարդկանց վնասելու համար, չպետք է զբաղվեք սև մոգությամբ։ Սատուրնը Սկորպիոնով այստեղ կարող է տա մեծ գայթակղություններ ձեր կյանքում, որոնցից դուք իմ խորհուրդը ձեզ պետք է հրաժարվեք, եթե զբաղվում եք սև մոգությամբ, որովհետև հետագայում այնքան էլ հաճելի բաներ կարող է չլինեն ձեր կյանքում։ Ինչի համար եմ ես ասում, սիրելի կարիճներ, որովհետև Սատուրնը բավականին մեծ թանկ գին կտա, որպեսզի դուք վճարեք դրա համար։ Իմ խորհուրդը ձեզ։ Ես կարծում եմ, սա որոշ մարդկանց տեղ կտա մտածել է Սատուրնը, եթե բացում եք ձեր նատալ քարտը,
Դուք ծնվել եք Սատուրնը աղեղնավորում։ Հա, եթե այստեղ Սատուրնը ձեր աղեղնավորի հետ է, խոսում է այն մասին, որ դուք կարող եք լինել բավականին լավ անձնավորություն, շատ հաճելի, ծառայեք մարդկանց, օգնեք մարդկանց, բայց ոչ մարդու այսպիսի լավ որակները կարող են իր կյանքի երկրորդ կեսից գնահատվել, հա, եւ այստեղ ժոստկի խնդիրներ կարող է ստեղծել Սատուրնը ձեր կյանքում, որովհետեւ այստեղ եթե լինում են ավանտյուրիզմներ ձեր երկրորդ կյանքում, Սատուրնը դա կարող է խորքից այդ ավանտյուրիզմը մեծ բացահայտումներ անել, Սատուրնը նաև բացահայտումներ էլ է անում, հա, որովհետև երբեք չգիտես, որ մարդ ինչ ցանում է, այն էլ հնձում է, հա, թե նա ինչ անակնկալներ կարող է քո կյանքում բերել։ Պետք է ոչ թե ավանտյուրայով զբաղվեք, այլ այստեղ պետք է ուշադրություն դարձնեք լինելու բավականին պատասխանատու։ Սա ուրեմն Սատուրնը աղեղնավորում է, սա շատ վտանգավոր է, սա էլ է վտանգավոր, ինչու։ Սատուրնը լավն է անում, լավն է տալիս քեզ, հա, վարձատրում է, սխալ բաներ ես անում, ավանտյուրայով ես զբաղվում, Սատուրնը բավականին ցավոտ կարող է պատժել, ինչու։ Նախ կարմիչսկի է գալիս այդ խնդիրը, երկրորդը, տեսել եք, չէ, աղեղի նշանը, այդ աղեղը հակառակ քեզ է աշխատում, վթարների տեսքով կարա լինի, այլ տեսքերով, մարդկանց կարող է կամ ձեզ, կարող է թվա, որ ինչ-որ մեկը գործողություններ անում, անգամ ձեր մայրը կարող է այդպես մտածի, բայց դա իրականում այդպես չի։ Ուշադրություն դարձրեք իմ ասածին։ Իսկ ինչպես դուք կարող եք ձեր կարմիկ առաջադրանքը կատարել, որն է դա, սիրելի աղեղնավորները, եթե դուք ծնվել եք ձեր Սատուրնը, հա, ուրեմն աղեղնավորում, դուք պետք է լավ եւ վատ չկիսեք, դա մեկ, ճիշտ եւ սխալ չպետք է դնեք։ Հա, ինչու, որովհետեւ չմոռանանք, որ աղեղնավորն էլ դա կապ ունի հոգեվորի հետ, ինչպես ձկները, այս մասին ուշադրություն դարձրեք։ Այն ինչ դուք գիտեք, այն ինչ ձեռք եք բերում, հա, գիպկի պետք է լինեք բոլոր սֆերաներում, ինչպես հոգևոր, այնպես ֆիզիկական, ռելիգիայի հարցում, կրոնի հարցում էլ, սա պարտադիր է, չպետք է լինեք ծայրահեղ, մարդկանց չսովորեցնեք, դա չի կարելի, ինչ-որ բան, այսինքն, մեկը ուզում է մի բան սովորի, հա, դու ասում ես, դու լավ չգիտես, արի, ես քեզ կսովորացնեմ, ոչ, դուք դրա իրավունքը չունեք։ Այլ պետք է դուք հասկանաք եւ իրավիճակը ընդունեք այնպիսին, ինչպիսին իրականում կա։ Պետք է ունենաք ինքներդ ձեր կարծիքը եւ ինչ-որ պրետենզիաներ մարդկանց չներկայացնեք։ Իսկ եթե ներկայացնում եք, հետո Սատուրնը պատժում է, մի զարմացեք, ստրելան ուղիղ ձեզ հետ է գալիս, թե դա ինչու է։ Կարմիկ ձեր առաջադրանքը դա է։ Հաջորդը Սատուրնը այծեղջուրում, ովքեր ծնվել են Սատուրնը այծեղջուրում, սա հենց իր տունն է, շատ լավ են զգում Սատուրնը եւ այծեղջուրը այստեղ։ Նայեք, կրապատլիվի աշխատող են, հա, այծեղջուրները ընդհանրապես հավեսով աշխատող են, քրտնաջան աշխատող են։ Եվ այստեղ ես իմ փորձից եմ ասում, երբ որ խոսքի օրինակ երիտասարդ աղջիկ է, այծեղջուր բավականին աշխատասեր, հա, սիրում է աշխատել, բայց շրջապատում ինչ-որ մարդիկ կան, մեկը սենց անայում, մեկը նենց անայում, մի զարմացեք, որ հետագայում ձեր կյանքում է գալիս պրոբլեմներ, որը Սատուրնը պատժում է, դուք չգիտեք այդ մարդը ութին է ծնվել, կարմիչսկի թիվա, հա,
Սա վերաբերում է այլ մարդկանց, եթե խոսքի օրինակ դուք այդ եղջյուր եք, ձեր այդ եղջյուրը, Սատուրնը այդ եղջյուրում է, ու եթե 8 թիվը մանավանդ կա այստեղ, հա, շատ մարդիկ կարող է ձեզ շրջապատում չհասկանան, ինչու է իրանց կյանքում ինչ որ պրոբլեմներ ստեղծվում, հա, թող սենց չնայեն կամ ինչ-որ բաներ չանեն ձեր հանդեպ, պատիժներն չստանան։ Այստեղ համ կարմիկ թիվը ձեր 8 կապ ունի, այստեղ գալիս է ուժեղ մի քանի էներգիա, որպեսզի դուք հասկանաք, հա, էդի դուք մեղավոր չեք։ Սատուրնն է դա անում, միգուցե այդ մարդիկ խոսում են ձեր մասին այնպեսի մի բան, որ Աստված դա լսում է ու ուզում է ձեզանից հեռացնի խոսքի օրինակ պատժելով։ Հա, այսօր ոչ մեկ հլը այդ կարմիչսկի իրա եղտոտ գործողություններից բացասական հլը չի եղել, որ պլստա։ Հենց 8-ը հայտնվում է կամ 18-ը հայտնվում է, ում թվի մեջ էս 8-ը կա։ Այդ գլխի վայր այդ մարդու կյանքը փոխվում է, եթե ինքը, շնորհակալ եմ, եթե ինքը ինչ որ վատ բաներ կյանքում արել է, մտածել է ինքը դրանից լավ է պրծել, հա, ու շարունակում անի։ Հենց 8-ը կամ 18-ը մտնում է այդ մարդու կյանք, ամեն ինչ ավերվում է, ասես գլխի վայր փոխվում է, կամ որտեղ սուտ կա, հա։ Ընդհանրապես այստեղ ավելի ուժեղ է Սատուրնը մեզ դեր խաղում, ովքեր ծնվել են Սատուրնը ուրեմ այդ եղջյուրում։ Շատ դրական մարդիկ կարող են լինել այսպիսի մարդիկ, ես կարող եմ այսպես ասել, մի քիչ չոր, ինքնամփոփ, բայց շատ դրական մարդիկ են, սիրում են կարգ ու կանոն, ինչ մտածում եք, դա արտահայտվում եք, հա, դուք, что вижу, то и пою, մարդու երեսին ինչ մտածեք, դա կասեք, սիրում եք կարգ ու կանոն հաստատել ձեր կյանքում եւ այլը, եւ լինում են բավականին պատասխանատու, իսկ եթե դուք պատասխանատու չեք, այստեղ Սատուրնը ձեզ կարող է ստիպել, որպեսզի դուք լինեք պատասխանատու ձեր դեմ առաջացնելով խնդիրներ։ Այստեղ ուշադրություն դարձրեք նաև էլի ձեր առողջությանը, սիրելի այդ եղջյուրներ, միշտ ֆորմի մեջ աշխատեք լինել։ Ես այն ինչու եմ ասում, որովհետև այդ եղջյուրների մոտ ես բավականին շատ եմ ուսումնասիրել այս նշանները հորոսկոպի, նաև այդ եղջյուրներինը, ձերը չոքերն է։ Ոսկորներին ուշադրություն դարձրեք, հերիքա սենց նստեք, աշխատեք, ուղղվեք։ Դա այնքան էլ լավ չի ձեր օստրիոխոնդրոզ հետագայում ստեղծվելու եւ այլ խնդիրներ ստեղծելու։ Սատուրնը ստեղ ձեզ կստիպի, որպեսզի դուք ինչքան էլ ծավալված լինեք աշխատանքով, հա, որպեսզի դուք միշտ լինեք նաեւ ֆորմի մեջ, առողջականի հետ կապված պաուզա վերցնելու։ Հետևեք նաև ձեր ատամնաշարին, Սատուրնը նաև ատամնաշարն է, հարգելիներս ատամներն է, որն է ձեր կարմիկ առաջադրանքը, ովքեր ծնվել են, ում Սատուրնը, հա, ովքեր ծնվել են այդ եղջյուրում։ Այստեղ պետք է այս երկու էներգիաները իրար, հա, կենտրոնացնեք, սա մեծ կապ ունի, ինչպես իմներ, հա, անցած տարի, ձեր ուրեմ, սա մեծ կապ ունի ձեր պաշտոնի հետ, ձեր աշխատանքի հետ, սա մեծ կապ ունի ձեր ստատուսի, հիշեցի, ստատուսի հետ։ Դուք պետք է անպայման ձեր կարիերայի մասին մտածեք։ Ինչ քայլանում եք, դուք պետք է դրան պատասխան տաք։ Рассудительный մտածեք, հա, սառը ուղեղով։ Դուք պետք է լինեք բավականին պատասխանատու։ Չպետք է պատասխանատվությունը գցեք ուրիշի վրա։ Նայեք, ձեր կյանքում, եթե դուք ստեղծում եք ընտանիք, ճիշտ է, այստեղ նաև կարիերան է ձեր համար, հա, կարևոր, բայց ձեր մոտ նաև պետք է շատ կարևոր լինի եւ դուք պետք է պատասխանատու լինեք երկուսն էլ միասին։ Հա, ընտանիքը իր տեղը պետք է լինի, առողջությունը իր տեղը եւ ձեր կարիերան։ Որովհետև սիրո հետ հարաբերություններում անձնական հարաբերությունը դրանք խաղ չի, հա։ Սոտիկի ամուսնանում եք, երեխա եք ունեն, սա էլ պետք է առաջնային լինի ձեզ մոտ։ Մի քիչ մեծացեք,
որպեսզի կյանքը ձեր բակից չբռնի։ Հենց այսպես էլ ասվում է ռուսերեն։ Возьмите за ум, чтобы жизнь не взял вас за горло։ Անցանք առաջ, հաջորդ մարդկանց Սատուրնը, եթե ձեր ջրհոսի տունն է, եթե այսպես եք ծնվել, ուշադիր լսեք։ Ինչպես այստեղ օդի տարիքների հետ ընդհանրապես ինքը շատ լավ է ազգում, ինչպես այդ եղջյուրում, այնպես էլ ուրեմն ջրհոսում, հա, Սատուրնը շատ լավ է իրան ազգում եւ շատ լավ է դա։ Ստեղ կարա լինի ժոստկի զակոն, օրենք, քո կարմայի եւ քո կյանքի հետ կապված ամբողջ կյանքդ։ Ինչի եմ ես ասում, որովհետև սատուրյանական ջրհոսները այստեղ մեծ դեր է խաղում ձեր գիտակցականը եւ ինֆորմացիան։ Հողի հետ կապված նաեւ։ Ձեր որն է ձեր կարման, կարմические задача, առաջադրանքը իմանալ եւ ընդունել, որ ամեն ինչ չի աշխարհում լիարժեք, հա, իդեալական։ Ստեղ ավտարից հետո պետք է կարևոր լինի հարգանքը մեկը մյուսի նկատմամբ, նաեւ ձեր նկատմամբ։ Դուք պետք է ինքներդ կարողանաք աշխատել, ջանել, այլ ոչ թե հրամայել։ Սրանք շատ կարևոր բաներ են։ Շատ կարևոր է, որպեսզի ձեզ մոտ լինի հոգևորը, այստեղ էլ է շատ կարևոր, հոգևոր զարգացումը, սովորեք, անընդհատ սովորեք։ Բայց այնպես տպավորություն կարող է հետագայում լինի, որ դուք ամբողջ ձեր կյանքը ուզում եք սովորել, հա։ Շատ այսպիսի մարդկանց մոտ նաև առաջադրանքներից մեկն է, որպեսզի դուք կոսմոսից, եթե ստանում եք էներգիաները ճիշտ աշխատացնեք, դա նաև լինեք ձեր գործում, ձեր պոտենցիալը ճիշտ բացեք եւ լինեք ձեր գործում բավականին հմուտ, հա, եւ լինեք պատասխանատու։ Սրանք շատ կարեւոր են, որպեսզի նպատակներ դնեք եւ գնաք ձեր նպատակներին։ Մտածեք մի բանի մասին, թե ինչ հետ դուք կարող եք հետագայում թողնել ձեր հետևից։ Սա շատ կարևոր պետք է լինի ձեր համար, որովհետև դուք պետք է այն ինչ գիտելիք դուք ստանում եք, հետագայում կիսվեք մարդկանց հետ, հա։ Այն ինչ ձերն է, այն ինչ պոտենցիալ դուք ունեք, բացեք, գիտելիք տվեք մարդկանց եւ մարդկանց ձեր հետևից տարեք։ Սա է ձեր միսիան, հարգելիներս։ Սատուրնը նաև կարող է լինել ուսուցիչ, լավ ուսուցիչ ձեզ համար։ Հաջորդը, վերջին նշանը, Սատուրնը ուրեմն ձկներում է։ Բոլորդ կհիշեք, որ ուրեմն մինչև այս տարվա մի քանի ամիս առաջ Սատուրնը ձկներում էր, հա, այնտեղ կարմիչսկի իր առաջադրանքն ուներ, եկել էր երկար ժամանակով կատարելու։ Հիմա Սատուրնը այնտեղից դուրս է եկել, մտել է Խոյի տուն, ինչպես Նեպտունը, հա։ Օրինակ Սատուրնը իմ կարմիչսկի տունն է եղել, իմ կյանքում լավ փոփոխություններ է եղել, իմ Սատուրնը ուրեմն նաև Պլուտոնը ներողություն եղել է այդ եղջյուրում, դա նաև իմ ստատուսն էր։ Սատուրնը ինձ ինչ արեց, վարձատրեց, ինչու, որովհետև իմ վիբրացիաները բարձր են։ Ես քիչ անց ես կխոսեմ ինչ է նշանակում հոգևոր ընդհանրապես, հա, գիտելիք ձեռք բերեք եւ ինչ է նշանակում վիբրացիաները բարձր են ձեր թե ցածր, որպեսզի դուք հետագայում հասկանաք։ Սատուրնը ձկներում ովքեր ծնվել են, սա էլի կարմայի մասին է խոսում, որովհետև այստեղ կարող են լինել բաներ, որը դու պետք է բաց թողնես, որը անցյալի հետ կարող է կապված լինի, հա, եւ ինչը հինի հետ կապ ունի,
անցյալը թողնում ես անցյալում եւ առաջ ես գնում։ Իմ մոտ եղել է այդպես, այո։ Ես անցյալը թողել եմ, որովհետեւ ես ինքս հեղափոխական մարդ եմ, ինձ օգնեց Մարսը, իմ ուրեմն ասցիդենտը, հենց իմ ասցիդենտն էլ ինձ առաջ է տանում։ 12-րդ տունը չմոռանանք, իմ արևն է ձկներում, որը կապ ունի երաժշտության հետ, պարելու հետ, դերասանական մարդու տաղանդի հետ, դա 0-3-րդ ամիսն է, կապ ունի միստիկայի հետ եւ այլը, հա։ Այստեղ եւ ես Սատուրնը ինձ ստիպեց, որպեսզի ես գլխի վայր անցյալը թողնեի անցյալով եւ ինձ ինչ արեց, վարձատրեց մինչեւ այսօր։ Վերջերս տեսած կլինեիք անցած տարի իմ ձեռքին հենց այստեղ կայլցոյի նման Սատուրնի նշան էր ինձ տվել, հա, կամ ես քեզ վարձատրում եմ, կամ ես քեզ պատժում եմ։ Ես մի հետաքրքիր բան ասեմ, ինձ Սատուրնը հələ պատժած չկա։ Կզարմանաք, ինչու՞։ Որովհետև ես ունեմ հոգևոր արժեքներ։ Ինչու՞։ Որովհետև Սատուրնը սև գույնն է, հա։ Սև շները միշտ իմ կողքին են։ Ես միշտ կերակրում եմ սև կատու կազմակերպություններին օգնում եմ, ռակով հիվանդ երեխաներին օգնում եմ։ Որովհետև ես ոչ մի վատ բան չեմ անում։ Եթե ես ինչ-որ մեկին էլ պատժում եմ, արդար եմ պատժում, դրա համար ինձ վարձատրում է։ Հակառակ պրոցես չի եղել իմ մոտ։ Իմ մոտ միակ բաները դա եղել է վթարները, որպեսզի բացվի իմ մեջ այդ կանալները, որոնք որ վաղուց քնած էին։ Այնինչ ես տեսնում եմ, այնինչ ես անցել եմ 13 դյուժինա, տեսնելով ես համբերատար կլինեմ։ Սա Սատուրն է։ Կարմայական, այ մենակ այդ դեպքերն ա եղել, կարմայական տունը ձկան, որտեղ իմ մոտ բերել է արթնացում։ Հասկացաք, պետք է ճիշտ ամեն մարդ կարողանա բացատրի ձեզ, որպեսզի դուք հասկանաք։ Նայեք իշն է այստեղ հետաքրքիր ձեզ մոտ, սրանք սովորական մարդիկ չեն, ում Սատուրնը ձկներում է, հա։ Ոչ էլ սովորական կարողանում են ապրել, որովհետև այսպիսի մարդկանց անես տպավորությունը կարծես հենց իրանք արդեն ծնվել են հոգնած, եթե դուք ձեր Սատուրնը, հա, ուրեմն ծնվել է ձկներում անձը, ձկները պարապություն չեն սիրում, այստեղ Սատուրնը նաև ձկան հետ մեծ կապ ունի անցյալ կյանքերի հետ, նայած դուք ինչ եք բերել ես աշխարհ, հա, եթե սատուրյանական ձկներ եք եւ ինչ առաջադրանք ունեք դուք այսօր անելու։ Ասեմ, որ օրինակ, եթե խոսքի օրինակ իմ նման ձեր թիվը 9 է, մեկին գումարում ենք 8 կարմայական թիվը, հա, եւ 9։ Դա նշանակում է ես 9 հոգի եմ, ես 9 անգամ, արդեն 9-րդ անգամ է ծնվել եմ եւ ես եկել եմ արդեն իմ միսիան, որովհետև նախկինում ես իմ միսիան լրիվ չեմ կատարել, հա, եկել եմ ավարտեմ եւ դրա համար Սատուրնը ինձ տվեց այդ հնարավորությունը ինձ ուղղելու, որպեսզի ես 9 հոգի եմ, եկել եմ, այո, ծառայեմ, 9-ս արդեն խոսում է այդ մասին, թե չէ Սատուրնը ինձ կպատժեր, այլ ոչ թե, հա, կտար մեծ հնարավորություն, որպեսզի ես մարդկանց օգնեի, այս կանալները ցավով ինձ մոտ որ բացվեց եւ այլ, որպեսզի ես իմ միսիան ավարտեմ եւ վերջնական հեռանամ։ Այսպես դուք պետք է հասկանաք, ում թիվը կապ ունի, ովքեր ծնվել են 9, 18 եւ 27, միշտ իմացեք, իրանք հին հոգի են, եկել են վերջնական իրանց միսիան կատարելու եւ հեռանալու այս մոլորակից։ Որն է ձեր կարմիկ առաջադրանքը, սիրելի ուրեմն ձկնիկներ, պարտադիր չի ձկնիկներ լինեք, հա, նայեք, խոսքի օրինակ, ձեր հենց դուք էսպիսին եք, Սատուրնը ձեր ձկան մեջ է, նայեք, տեսեք, եթե այսպես հա ձեզ մոտ, ուրեմն դուք պետք է բալանս ունենաք, հա, հոգևոր հողը, մայր հողը եւ վերևը, երկուսն էլ բալանսի մեջ պետք է լինի ձեզ մոտ, եւ հոգևորը,
եւ ֆինանսայինը։ Սրանք շատ կարևոր են, որպեսզի դուք իմանաք։ Պետք է դնեք ձեր սահմանները, ոչ մեկի զոհը չլինեք, սա ձեր կարմիկ առաջադրանքներն է։ Դուք չպետք է վերցնեք ձեր վրա ուրիշի ցավը։ Շատ չխղճակ ոչ մեկի, շատ չօգնեք ոչ մեկի, որտեղ ձեզ երբեք ոչ մեկ չի խնդրել, սրանք ականջի օղարեք։ Եվ անվճար ոչ մեկի համար դուք այ թե ինչու դուք պետք է անվճար ոչ մեկի համար չաշխատեք, մանավանդ եթե ունեք շնոր։ Դա ինձ էլ էր վերաբերվում, որովհետև ես հենց սատուրյանական ձուկ եմ։ Առաջինը, որովհետև մարդը պետք է ինքը իրան օգնի, եթե ինչ-որ իրավիճակում է հայտնվի, հետո նոր, եթե ձեզ դիմում են, դուք իրանց օգնեք։ Разберись сначала с собой, помоги сам себе, а потом другим, որպեսզի չդառնաս ուրիշի զոհը, հասկացաք։ Ձեռք բերեք գիտելիքներ, որոնք ձեզ մեծ ստրուկտուրա կտան հետագայում, ձեր կյանքում, ամեն մի բացասական երևույթ մի հրավիրեք ձեր կյանք, որի տակից հետո դուք դուրս չեք գա։ Սա ովքեր որ բացասական են էներգիան օգտագործում։ Մի մտեք ինչ որ, որովհետև չմոռանանք, այսպիսի մարդիկ նաև շատ շուտ կարող են ստեղ պատիժը կարա, հա, Սատուրնի, եթե տեսնում ա դու չես հասկանում, պատիժ կարա լինի։ Մեկը կարա խաղամոլ դառնա, մեկը կարա ազդեցության տակ կարող եք ընկնել եւ այլ, հետո ասեք գիրկա, ոչ մի բան էլ չկա։ Շատ հեշտ կարող ընկնեք այս կամ այն ալիքի տակ։ Ձեզ դա պետք չի, պետք է շուտ դուրս գաք դուք դրանից։ Դուք պետք է կարողանաք միշտ ձեր էներգիան բալանսի մեջ պահել։ Մարդկանց հետ կարողանաք ճիշտ հաղորդակցել, ելքեր, եզրեր գտնել, համաձայնվելու, հա, եւ թույլ չտալ, որպեսզի ինչ որ աղբեր ձեր, հա, ուրեմն անձնականը մտնեն եւ ինչ որ խախտեն։ Ստեղ պետքա դուք ուշադիր լինեք դրան։ Եվ մի բան էլ, դուք պետք է ձեր էներգիաները բերեք կարգի, սիրելի սատուրյանական ձկներ, ձեր ուժերը կարգավորեք, չլինեք ոչ մեկի զոհը և զբաղվեք ձեզանով, սիրեք ձեզ, այլ ոչ թե մեկը ասում է, հա, սենց լացելով, վա, ինձ կօգնես, աղնառնում է կամ վարում վազում հետևից, ոչ, սիրեք ձեզ, գնահատեք ձեզ, երես տվեք ձեզ, սովորեք, ձեր պոտենցիալը բացեք և եղեք բավականին պատասխանատու։ Ինչ ցանում եք, այն էլ հնձում եք, հետո մի բողոքեք։ Ոչ մեկին բացի ձեզանից շատ մի սիրեք, ասեմ ինչու, որովհետև կարող է խոսքի օրինակ ունես պարտնյոր, հա, շատ ձկներ են ինձ դիմել, ես դրա համար եմ ասում, մեկը երեք կոնսուլտացիա եմ ունեցել։ Նայում եմ, ասում եմ, սիրելի չեմ տեսնում, էլի, ստեղ Ալֆոնս եմ տեսնում, ծիծաղում է, ասում եմ, ոնց իմացի, ցույց եմ տալիս քարտը։ Ով այդ կնոջ մեջ ձուկա, տեսել է, այսինքն հասկացել է, հա, թույլ տեղերը, սկսել է մանիպուլյացիա անել, առանց մտածելու, որ այդ կինը կարա հասկանա, այն էլ միամիտ ա եղել օգնել է, բացա թողել իրավիճակը, բայց ուզում է նորից հաշտվի։ Ասում եմ Ալֆոնսի հետ խես ուզում հաշտվես, պարազիտի հետ, հա, կոպիտ եմ ասում։ Որովհետև ձեր սերը այդ մարդիկ ուրիշ ձևի են հասկանում օգնությունը։ Իրանք մտածում, այսինքն դուք ձեր ֆինանսային հոսքի համով էներգիան տալիս եք մեկին, ուստեղ ֆինանսային էներգիան կարա ձեզանից նեղանա, վсё, էլ ձեր մոտ չկա, հետո կնստեք կլացեք գործերս լավ չի։ Պամագիցը ով ասում է պետք չի։ Ձեզ սիրեք, ձեզ հարգեք,
Եվ սովորեք մարդկանց նաև մերժել, լինելով պատասխանատու ձեր կյանքում ամեն մի քայլը ձեր։ Սա շատ կարևոր է, որպեսզի դուք այս մասին իմանայիք։ Իսկ հիմա անցնենք բավականին անսպասելի էր այս եթերը ձեր համար, ես գիտեի, որն է, եթե դուք ուզում եք իմանալ, ձեր վիբրացիաները բարձր են, եւ դա որն է, դա հոգեվոր մարդիկ են, հա, ում հոգեվոր արժեքները զարգացած են։ Դա չի նշանակում, որ հոգեվոր արժեքները զարգացրա, դա նշանակում է, որ դու եթաս Աստվածաշունչ կարդաս։ Դա նշանակում է, որ դու պետք է գիտելիք ձեռք բերես, կարդաս, իմանաս քո պատմությունը, մարդկանց օգնես, որն է բարձր վիբրացիան, երբ որ դուք տեսնում եք, որ մարդիկ, հա, կենդանիներին սիրում են, տենց մարդիկ չեն կարա լինեն ցածր վիբրացիաներում, օրինակ, նախ խոսենք հոգևոր արժեքները, մի քիչ ես սկսեմ մտածելից, հետո մյուսից օրինակը կբերեմ։ Հոգևոր արժեքները մարդու, եթե դուք ուզում եք իմանալ զարգացած է, բարձր է, դուք մարդուն կարող եք ճանաչել այսպես։ Մարդ ունի շատ գիտելիք, մեկ, երկրորդ, այդպիսի մարդը, երբ դուրս է գալիս տանից դուրս, չգիտես որտեղից շները, հա, կենդանիները գալիս են այդ մարդու մոտ։ Դրան չունի ինչ որ բան մտածել, անհասկանալի է, բայց իրականությունն է տենց, հա, կամ երեխաներն են անկախ իրանցից վազում քեզ մոտ, սա խոսում է, որ դու քո հոգևոր արժեքները բարձր է, որն է նույնն էլ վիբրացիաներդ բարձր է, որն է մարդու հոգևոր արժեքները, հա, որ բարձր է, դա նա է, որ մարդը իր կյանքում ինչ անում է սիրելով է անում, հա, իր սրտի չակրան բաց է, ինքը իր մեջ նախանձություն չկա, այդ մարդը վնաս չի տալիս, հա, կներեք, կենդանիներին, մի վարքյան, այդ մարդը վնաս չի տալիս կենդանիներին, մի րոպե, արդեն ավարտվում է, մի վարքյան սիրելի հետևորդներ, ահա, այդ մարդը վնաս չի տալիս կենդանությանը, այդ մարդը վնաս չի տալիս բնությանը, համահունչ է այս ամեն ինչի հետ, հա, կողքից նայում ես, արդեն հասկանում ես, այս մարդու ունի հոգևոր արժեքներ, հա, մարդը արդարության համար քյալլա է տալիս, էդ էլ է հոգևոր արժեքներ, եթե մինչև հիմա դուք չեք հասկացել այսքանը, հա, հասկացեք, որն է մարդու հոգևոր ուրեմ, գիտելիքը, վիբրացիաները, հիմա այդ վիբրացիաներից եմ ուզում մի փոքր խոսել, ինչպես իմանաք ձեր վիբրացիաները բարձր է, թե ցածրում է, լարվերն են, նայեք, եթե դուք, կստացի, մեկ էլ հոգևոր արժեքները, ինչպես կարող եք հասկանալ մարդու բարձր են, ովքեր, որ ինչ-որ կազմակերպություններ, ինչ-որ գումար են հատկացնում, օգնում են, հիվանդ երեխաներին օգնում են, դա արդեն խոսում է, որ այդ մարդու մոտ բավականին բարձր է հոգևոր արժեքները, դուք պետք է սա հասկանալ, իսկ ինչպես հասկանալ ձեր վիբրացիաները բարձր են, թե ոչ, թե ցածր, ես օրինակները կբերեմ, թող յուրաքանչյուրը այս մասին լսի, որպեսզի հասկանա, արդյոք ձեր վիբրացիաները բարձր են, թե դուք գտնվում եք ցածրում, որովհետև ես նա 100% գիտեմ, ցածր վիբրացիայով մարդիկ հետագայում չեն ապրելու, իրանք մնալու են, դա լարվն է, աստրալի հետ կապ ունի և բավականին երկար ժամանակով են մնալու, չեն վերածնվելու, ցավոք սրտի, ես դա տեսնում եմ, նայեք, ում վիբրացիան բարձր է, նշանները, որպեսզի դուք հասկանաք, դուք միայնակ եք, չեք վախենում միայնակությունից, առավոտյան արթնանում եք, ձեզ ոչինչ չի անհանգստացնում, սուրճը վայելում եք, առանց որևիցե մի տրիվոգա է, հա, վախի, ինչ-որ վատ բաներ մտածելու և այլ, սա բարձր վիբրացիայի մասին է խոսում, դուք միշտ ժպտում եք,
Դուք դուրս եք գալիս, չգիտես որտեղից երեխաներն են դեպի ձեր կողմ գալիս, հա? Մարդիկ են ձեր մոտ գալիս, շները, կենդանիները, դա խոսում է ձեր բարձր վիբրացիայի մասին։ Իմ հետ այդ դեպքերը շատ է բավականին նայվի նախքին աշակերտներից են տեսել, թե որտեղից են մարդիկ առանց ինչ ճանաչելու իրենցից ինչ կատարվում է իրենց հետ, ես չեմ էլ ճանաչում, կիսվում են ինձ հետ, չեմ էլ իմանում ով է, հարցնում են դուք ճանաչում եք իրենց, ասում են ոչ։ Երբ որ չգիտես որտեղից կարող է դու նստես ինչ որ տեղ գնաս, մարդիկ գալիս են քեզ ու կյանքն են պատմում կամ ինչ որ բաներ են պատմում։ Դա խոսում է որ քո վիբրացիան, դու քո տեղում ես։ Քո վիբրացիաները բարձր է։ Ինչպես կարող եք իմանալ, որ ձեր վիբրացիաները բարձր է, ձեզանից գալիս է հանգստություն։ Ձեզ շատ դժվար է հունից դուրս հանել։ Բայց այստեղ մի բան կա։ Ես չեմ կարծում, որ աստրալը նաև ցածրի հարցում, հա, ինչու եմ ես սա ասում։ Ցածրը ինչի համար է, ինչ որտեղ պետք, որովհետև առանց ցածրի էլ չի կարելի։ Նայեք, առողջության հետ է դա կապված։ Իսկ առանց ցածրի, առանց որովհետև դա նաև կապ ունի առողջականի հետ, բայց ոչ արհեստական, հա, որ ինչ որ բան լինի, դու չկարողանաս քո էմոցիաները արտահայտել։ Այստեղ սա օգնում է ցածրը, հա, որպեսզի բալանս պահես դու։ Ինչ որտեղ ցածրը նաև առողջականի հետ կապ ունի, որ ամբողջ մարդկությանը դա պետք է, հա, սենց ասեմ, բայց ոչ միշտ լինել այդ հարթության վրա ցածր աստրալ է։ Բարձր վիբրացիան դա որն է, որտեղ որ դու ոչ մեկին ոչինչ չունես ապացուցելու։ Արդեն ամեն ինչ քո համար սովորական է, երբ դու կողքից ամեն ինչ նայում ես, այսպես ժպտում ես։ Դա արդեն խոսում է, որ դու տեղում ես եւ քեզ մոտ հարգելիս ամեն ինչ լավ է։ Հա? Այսպես դուք պետք է հասկանաք, որ ինչ է նշանակում բարձր վիբրացիա, ինչ է նշանակում ցածր վիբրացիա։ Ցածր վիբրացիան դա որն է։ Երբ որ մարդը հոգին մաքուր չի պահում, հա, մարդկանց խաբում է։ Ցածր վիբրացիան դա դու ինչ որ մեկի մեջ տեսնում ես մրցակից, մտնում ես, դեգրադացիոն է ցածր վիբրացիան, մարդկանց մեջ ատելություն, սերմելն է, դա է ցածր վիբրացիան, բամբասն է ցածր վիբրացիան, որը որ արգելափակում է ձեր ֆինանսային հոսքը, սուտ տարածելն է ցածր վիբրացիան, հա, այդպիսի մարդկանցից ինչ է գալիս ագրեսիա, դա ցածր վիբրացիան է։ Ցածր վիբրացիան որն է, երբ որ բարձր վիբրացիան լույս մարդկանց տեսնում են, այստեղ սկսում է աշխատել մի, հա, ցածր հենց վիբրացիան, թրթուրները, որտեղ որ քո ներսում թույնը, հա, դա ցածր վիբրացիան է, որը քեզ դրթում է ինչ որ գործողություններ տարածելու, երկիրդ քանդելու, դավաճանելու, սպանություն, այս բոլորը բացասական է, դա ցածր վիբրացիան է։ Որպեսզի բոլորդ մի փոքր ինձանից այս տեղեկատվությունը վերցնեիք եւ հասկանայիք, թե որն է ցածր վիբրացիան։ Ես մեկ որ տեսնում եք, հա, գրում են, ես ասում եմ լավ, դրանք պատահականություն չի, պետք է ունենալ գիտելիք։ Ես մի հատ խորհուրդ եմ տալիս ընդհանրապես այդպիսի մարդիկ, ովքեր որ ցածր վիբրացիայում են գտնվում, իրենք երբեք էլ չեն փոխվի։ Ինչու՞, որովհետև իրանք իրանց ամենավախկոտ մարդիկ են։ Այտենց մարդիկ աբիժննի են, հա, վիրավորված են, աբիժնիկ են կյանքից։ Էլ ինչ ասեմ, թուղթուգրեր անողներն են, թույնը մարդու մեջ որ լինում է գեղեցիկը տեսնելով, հաջողակը տեսնելով կամ կենթանում տեսնելով, թեկուս, հա, մոտը ագրեսիա առաջանում, այդ մարդը ուզում է վերացնի, այդ մարդը ուզում է, այսինքն ոնց վարվել են իր հետ, ինքը ուզում է նույն ձևով վարվես մեկի հետ, ինչ-որ պրետենզիա ներկայացնել նա ցածր վիբրացիան, այդ է ինչ է նշանակում ցածր վիբրացիա։ Եվ մի հետաքրքիր բաներ կա այն տուպոյը, որ կար, հա, ես սա ինչու եմ ասում,
պետք չի լինել էշ բարի տուպոյ, որ գրել էր ինձ, հա, որ նստեն գրիտ, պետք է լինել խելացի բարի, իմաստուն բարի, սովոր է էլի, գիտելիքա, դյուրս չեմ տանում, տեսել էիր, բասում էիր, գիտեք ինձ ինչ էր գրել, երևի իրան նայող չունի, տեսել ես 13 միլիոնից ավել դիտում, բանոց չասեք, սիրելի հետևորդներ, արդար, այդենում եք Սատուրնն ա խոսում, այդ խարակտերիստիկաս տալիս է, ես էլ մեղք չունեմ, այս հաղորդումը ես դնելու եմ իմ յութուբյան էջում, ովքեր ցանկություն կունենան, խնդրեմ, այսօր խոսք չեմ տալիս, վաղն էլ հարցականա յութուբը լրիվ զագրուսկ եմ կքաշի, թե ոչ, որովհետև գիտեմ, որ բնական է երկար է եղել, ովքեր ցանկություն կունենան, արժանի մարդիկ, ովքեր սիրում են, հարգում են, մասնագետի ժամանակը, էներգիան, ինչպես իմ հետևորդները, ինձ վճարում են իմ աշխատանքի համար, իմ ժամանակի համար, հա, եւ ես նրանց համար աշխատում եմ, խնդրեմ, կարող եք բաժանորդագրվել եւ շարունակել դիտել լինելով ակտիվ, էներգոաբմենով, իսկ եթե ոչ, խնդրեմ, ձեզ միանգամից ես եւ իմ մոդերատորները կարող ենք լիկվիդացնել եւ չեզոքացնել, արդարը, այո, այսքանը, սիրելի հետևորդներ, այսքանով ես ավարտում եմ մաղթելով իմ բոլոր հետևորդներին, ովքեր իմ լավն են կամենում, նույնը ես ձեզ այսպես լավ էներգիայով ուղարկում եմ, լավ եղեք, կհանդիպենք իմ հաջորդ լայվին,